Տիկին Քլոյան, հարցազրույցը սկսենք Մակուն վարչապետի հայտնի ելույթից, այսօր ընդդիմադիր որոշ գործիչներ հենց քննարկում են վարչապետի ելույթը, ասում են, որ դա ոչ այլ ինչ էր, քան կրկին զիջողի դիրքից գնալ եւ ինչ-որ բան սպասել, ինչ-որ հարցեր տալ, հարցերի պատասխաններ ակնկալել։ Նախ դուք ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում Մակուն վարչապետի ելույթը եւ նաեւ կուզենամ անդրադառնալ Ադրբեջանի նախագահի խոսույթին, որտեղ գիտեք կրկին Զանգեզուրի միջանցք խոսույթներ արկա եւ այսպես Հայաստանին կապիտուլացնելու մասին էր խոսում եւ վարչապետի հայտնի ելույթը, որտեղ վարչապետը նաեւ հարցադրումներ արեց։ Կուզենամ ընդհանուր անդրադառնանք ելույթներին, հետո առաջ անցնենք։ Վարչապետի ելույթը Մակում, ես պետք է ասեմ, ամենալավագույն, ամենահզոր ելույթներից էր, դա նաեւ փաստում են մեր հասարակության լայն շերտերում բոլոր անձինք, այդ թվում նաեւ բոլոր քաղաքական գործիչները, վերլուծաբանները, քաղաքագետները գնահատում են, որ շատ հավասարակշռված, շատ դիպուկ, լավագույն ելույթներից էր եւ վարչապետը խոսում էր իրական իրողությունների մասին, այնինչը որ այսօր գետնի վրա գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, խոսեց խաղաղության նախաստորագրման մասին, խոսեց թրիփի մասին, խոսեց ապագայի մասին, տարածաշրջանի բացվելուն եւ այն բոլոր զարգացումներն ու որ պետք է բերի տարածաշրջանի ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլ նաեւ ընդհանուր աշխարհի համար։ Այսինքն վարչապետը կառուցում էր ապագան, եղած այսօր ինչ կար, ինչ գոյություն ուներ եւ ապագայում ինչ է սպասվում երկու պետություններին, հարևաններին, տարածաշրջանին եւ աշխարհին։ Սա է առումով եւ վարչապետը իհարկե շատ հստակ ընդգծեց, որ Ալիևի ելույթը խոսում էր, թե ինչ է եղել եւ ինչ հետևանքներ ա ունեցել եւ այսօր ինչ ունենք։ Ընդհանրապես շեշտեց, որ եղել նախաստորագրում ա եղել խաղաղության Ալիևը եւ չխոսեց այն ապագայի մասին, ինչը որ սպասվում է երկու պետությունների, երկու ժողովուրդների համար։ Ես կարծում եմ, որ Ալիևը ավելի շատ իր ելույթը նվիրված էր իր ներքին դաշտին, մարդկանց, որ դարձյալ ուզում էր իրեն ցույց տալ, որ ինքը հերոս է, ինքը կարողացել է, այսպես ասած, ժողովրդին համար ազատագրել Լեռնային Ղարաբաղը, այսպիսի ելույթ էր, բայց չէր բխում ապագայից եւ պետք է ընդգծեմ նաեւ հետեւյալ հանգամանքը, որ Ադրբեջանի ելույթի ժամանակ դահլիճը դատարկ էր, երևի թե միայն գտնվում էին իր հարազատ մարդիկ, իսկ մեր վարչապետի ելույթին հետևում էին շատ պատվիրակներ, այդ թվում եւ Իլհամ Ալիևի Ադրբեջանի ներողություն պատվիրակությունը եւ ՄԱԿ-ի, այսինքն շատ պետություններ շատ ուշադիր լսում են, դա ինչի է նշանակում, նշանակում է, որ վարչապետը իրոք ասելիք ունի աշխարհին, ասելիքը այն էր, որ պետք է լինի խաղաղություն, համագործակցություն, փոխշահավետ շահեր, այսինքն խոսենք ապագայի մասին, որը բխելու է երկու պետությունների, տարածաշրջանի եւ բոլոր պետությունների համար։ Իսկ Ադրբեջանի խոսույթը ամեն դեպքում Տիկին Քլոյան ինչի մասին է, այդ երկիրը խաղաղության գնացող երկիր է, այսինքն դա խաղաղություն գնացող երկրի խոսույթ է, նույն Զանգեզուրի միջանցք, արևմտյան ադրբեջանցիների մասին խոսույթը, որ Ադրբեջանում դեռևս պահպանվում է եւ Հայաստանին կապիտուլացնելու մասին խոսակցությունները։ Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը ճիշտ է, ինքը այսպես չի կարող խուսափել, որ երկրում պետք է լինի խաղաղություն, որովհետև ինքը ստորագրել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը այնպիսի հզոր պետության ներքո վկայությամբ, ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Ինքը չի կարող խուսափել խաղաղությունից, բայց միևնույն դեպքում դեռ փորձում է իր ուժի դիրքերից հանդես գալ ոչ թե մեր հանդեպ, այլ ես կարող եմ ասել հենց իր ժողովրդի հանդեպ, ցույց է տալիս իր ուժը իր ժողովրդի նկատմամբ։ Ալիևը ուզի թե չուզի գնալու է խաղաղության։ Այլ տարբերակ չունի, որովհետև այդ տարբերակը պարտադրում է իրեն ամբողջ աշխարհը։ Եվ Եվրոմիությունը, եւ պարտադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան, այսինքն ինքը այլ բան չունի անելու, քան որ պետք է գնա պարտադիր խաղաղության եւ այդ խաղաղությունը պարտադրում ենք նաեւ մենք։ Ալիևը կարող է խոսել, չգիտեմ, Զանգեզուրի միջանցք, կարող է խոսել, չգիտեմ, տարբեր միջանցքների մասին, բայց միևնույնն է, դա ինքը ասում է, որ
հերոսի կարգավիճակում հանդես գա իր երկրում, բայց դա մեզ բացարձակ չի հետաքրքրում, որտեղ մենք այո հաստատել ենք խաղաղություն եւ մեր ապագան, մեր օրակարգը միայն խաղաղության մասին է, որը մեր երկրին տանելու է զարգացման, հզորացման ուղիով։ Տիկին Քլոյան, լավ, Ալիևի դեպքում պարզ է, որ ուզում է այսպես հերոսի կարգավիճակում երևալ իր հանրության առաջ, ինչպես դուք նշեցիք, բայց այդ դեպքում որտեղ է խնդիրը եւ որտեղ է խզումը ձեր եւ նախկին ղեկավարների միջեւ, որ բոլոր 3 ղեկավարները ըստ էության մեղադրել են այս իշխանությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին 2020 թվականի պատերազմը հրահրելու եւ կամ սադրելու մեջ, վերջերս նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ասաց, որ վարչապետի հայտնի հայտարարության պատճառով է Արցախում ըստ էության 2020 թվականին պատերազմ սկսվել։ Ինչու՞մն է խնդիրը, այսինքն նախկին ղեկավարների այս հայտարարությունները ինչի մասին են, նաև նրանք են հայտարարում, որ սա կապիտուլյացիոն փաստաթուղթ է, այս դեպքում իրենք ինչ խնդիր են լուծում։ Ես պետք է ասեմ, այո, մեկ Հայաստանի Հանրապետության մեղադրել է Ադրբեջանի նախագահան պատերազմ հրահրելու մեջ, որտեղ ինքը ասում էր, սկսեցին Հայաստանի կողմից կրակել եւ դրա համար ես հարձակման ենթարկեցի, դրա համար ներխուժեցի Արցախ եւ այդ ամբողջը ինչ որ իրականացրեց մեր պատճառով, մեկ էլ նշում են մեր բոլոր 3 նախագահները։ Այսինքն այս նախագահները խոսում են Հայաստանի Հանրապետության դեմ։ 3 նախագահներն էլ ձգտում են, որ չլինի կայունություն, չլինի խաղաղություն, լինի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ, որպեսզի կարողանան իրենք ժողովրդին պահեն վախի մթնոլորտում, որպեսզի նաև Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը մեր տարածաշրջանից, մեր պետության վրայից դուրս չգա, եթե մենք ստեղծում ենք անկախ ինքնիշխան ժողովրդավար պետություն, ուրեմն այստեղ ոչ մի պետության այսպես հովանավորչություն մեզ պետք չի։ Իսկ 3 նախագահները միայն կատարում են այսպես ասած Ռուսաստանի կայսրության թելադրանքով մեզ պահել ինչ որ ազդեցության ներքո։ Հենց այդ ազդեցությունն է մեզ պահում կապանքների մեջ, թույլ չտալ երկրը դուրս գալ այդ կապանքներից, երկիրը կառուցի ինքնիշխանություն, ազատություն, ժողովրդավարություն։ Իսկ աշխարհում ժողովրդավարությունից այն կողմ դեռևս մի կառավարման համակարգ չկա, որ տանի ժողովրդին մարդկանց բարեկեցություն, ազատություն, արարման, ստեղծագործման, չկա այդպիսի այլ կառավարման մեթոդ։ Իսկ մեկ այլ կառավարման մեթոդը դա դիկտատուրան է, դա քրեաօլիգարխիկ համակարգն է, ինչին ձգտել են եւ արել են այդպիսի համակարգ ստեղծել են 3 նախագահները, դեմ են մեր ժողովրդավարությանը, դեմ են մեր ինքնիշխանությանը, դեմ են մեր անկախությանը։ Իրենց պետք է որ մենք հավերժ մնանք ստրկահպատակ մի ծայրագավառի կարգավիճակում, որովհետեւ այդ դեպքում են միայն իրենք կարողանում իրենց իշխանությունը պահել, իրենց ազդեցությունը պահել, որն է նպատակը իրենց հարստություն ունեցվածքը թալանը պահելու համար։ Անօրենություն լինի, ով ինչ ուզի անի, որ իրենք էլ կարողանան իրենց այդ կուտակածը, զավթածը, թալանածը պահեն։ Սա է նպատակը։ Իսկ վտանգավոր հայտարարություն չէր օրերս Գյումրու քաղաքապետի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ միություն կազմի, այլապես ովքեր ընդդիմանում են այդ մոտեցմանը եւ այդ գաղափարին թուրքահապատակ շան տղա են։ Այս հայտարարությունը պարզապես վտանգ իրենից չի ներկայացնում որպես հայտարարություն եւ ըստ էության ուղիղ ինքնիշխանությունն է կասկածի տակ դրվում, այս իմաստով նաեւ իրավապահ համակարգը անելիք ունի թե չունի։ Գիտեք ինչ, մի կողմից ես այսպես մտածում եմ, երբ որ այդ Վարդան Ղուկասյանը, որ բոլոր այդ 3 ուժերի շնորհիվ դարձավ Գյումրու քաղաքապետ, ինչ որ առումով արտահայտեց այն իրականությունը, իրողությունը, ինչ որ չեն ուզում բացահայտ արտահայտեն 3 նախագահները եւ նրանց կոալիցիա կազմած իրենց շուրջ պտտվող բոլոր արբանյակներն ու քաղաքական ուժերը չեն համարձակվում հայտարարեն, որ գիտեք ինչ, մեր վերջնանպատակը, որ պետք է դառնանք միութենական կազմի մեջ Ռուսաստանի այդ լավագույնը դեռևս, իսկ վատագույնը ընդհանրապես դա էլ չլինի, այլ մենք կցորդ դառնանք Ռուսաստանի Դաշնության, իրենք չեն կարողանում դա բացահայտ ասել, բայց իրենց դեմքով, իրենց ցանկությունները արտահայտեց այդ ներկայիս Գյումրու քաղաքապետը Վարդանիկը։ Այսինքն այդ մարդը ավելի պարզ ու անկեղծ է, քան իրենք քողարկված են հանդես եկել, կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ
իր կառավարման տարիները դրանից հետո բացահայտ չարտահայտվեց, անգամ 2008 թվականին էլ դա չասաց, չարտահայտվեց, իբրև թե կանգնեց ժողովրդի կողքին, որ մենք ազատագրենք այդ երկու գլխանի դևերից, այդ մոնղոլ թաթարներից մեր երկրը, դա անկեղծ չէր, անկեղծ լիներ ինքը մինչև վերջ կկանգներ ժողովրդի կողքը, սա մեկ փաստ, հաջորդը եկավ Ռոբերտ Քոչարյանը, իրագործեց մարտի 1-ը, որ դարձյալ, որ ժողովուրդը ոտքի էր կանգնել, ուզում էր ազատագրել, ինքը դարձյալ դա չարեց, հաջորդ շարունակությունը եղավ Սերժ Սարգսյանը, այդ մարդիկ իրենց բոլոր քայլերով գործողությունները ծածուկ, որը բացահայտ արեցին, որ մնանք մենք որպես Ռուսաստանի կցորդ, բայց ձեռք չբերենք անկախություն, այս էր իրանց նպատակը, ասում եմ, նա ավելի անկեղծ եղավ, իսկ այս ուժերը թաքուն, չնայած որ դաշնակցական կուսակցությունը, որ այսօր կոալիցիա համարվում է Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, խմբակցության անդամը, իրենք 004 շրջաբերականում հստակ գրել են, ասել են, որ վերջնանպատակը մտնել Ռուսաստանի կազմի մեջ, դա էր իրենց ասածը դա է եղել, բայց ճիշտ է, հիմա հերքում են, բայց այդտեղ գրված է եղել, ինչքան էլ հերքեն, իրենց նպատակը դա է, վերջնանպատակը այս 3 նախագահների դա է եղել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չմնա անկախ ինքնիշխան ժողովրդավար պետություն։ Դե իրենց ասելով էլ Տիկին Քլոյան հակառակն է, որ դավաճան են եւ ուրացող են այս իշխանությունները, որովհետեւ չեն խոսում Արարատ լեռան մասին, չեն ուզում գնալ ցեղասպանության ճանաչման, չեն ուզում խոսել Մուշի, Վանի մասին, Էրգրի մասին, ինչպես ընդդիմադիր падգամավորներից մեկն էր հայտարարում ձեր ընդդիմախոսները։ Այսինքն իրենք էլ հակառակը պնդում են, որ իրենք ավելի արժանապատիվ, ավելի լավ հայրենիքի մասին պատկերացում ունեն, ինչը դուք եք մերժում, այսպես ձեր համար ընկալելի չի։ Գիտեք ինչ, մենք չենք մերժում, ոչ։ Արարատը մեր պատմական հայրենիքի սիմվոլիկան է, մեր բիբլիական Արարատն է, Արարատի մասին բազում այսպես հրաշք գեղեցիկ խոսույթներով ծնված բանաստեղծություններ կան, հետաքրքիր եւ այլն։ Արարատը դա, նորից եմ ասում, դա մեր աչքերի առաջ է, դա մեր սրտում է, մեր հոգում է, բայց այս մարդիկ չեն ուզում այդ փաստ արձանագրել, վերջնական հասկանան, որ Արարատը մեր սահմանից այն կողմն է։ Մենք մեր ժողովրդին ասում ենք, հարգելիներս, Մուշը, Վանը, դրանք մեր պատմության էջերն են, մեր բոլոր հերոսապատումները, մեր չգիտեմ Կիլիկյան Հայաստանը, այդ կա, իրողություն է, դա մեր պատմությունն է, մենք երբեք չենք կարող ուրանալ, մոռանալ, դա մեր դասագրքերում, մեր պատմություններում գրված է, բայց մենք պետք է նաև հստակ, ինչպես նաև մենք չենք ուրանում հայոց ցեղասպանությունը, դա իրողություն է, դա եղել է, եւ մեծ խոնարհումը մեր բոլոր 1.5 միլիոն հիշատակների առաջ, բայց մենք անդադ նստենք, ասենք մեզ ցեղասպանել են, մենք ունեցել ենք Վանը, Մուշը, Արդահանը, Կիլիկյան, շարունակ հիշենք, նստենք, երազենք ու մի պահ չստապվենք, հստակ նայենք, հասկանանք, ապա մեր Հայաստանի Հանրապետությունը, բա մեր 29743 քառակուսի կիլոմետրով տարածքը, որը ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է այդ տարածքի մեջ, դրանից դուրս մեր պետականությունը, մեր անկախությունը չեն ճանաչում։ Եթե մենք փորձենք շարունակ երազել Արևմտյան Հայաստանի մասին, մի նոր հայրենիք, մի նոր պետության ստեղծման մասին, մենք նախ մոռանում ենք իրական Հայաստանի մասին, որ պետք է այն պահենք, զարգացնենք, շենացնենք, հզորացնենք եւ շարունակ երազենք նրանով չենք հասնելու։ Մեր ժողովուրդը պետք է առերեսվի այս ամենի մասին։ Չենք հասնելու, որտեվ աշխարհն էլ չի ճանաչելու։ Եթե մենք այդպես լինի, ուրեմն տարածքային պահանջ պետք է ունենանք, չգիտեմ, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, բայց աշխարհը չի ճանաչելու դա։ Չի ընդունելու։ Ես մեր ժողովրդին կոչ եմ անում, սիրելի քաղաքացիներ, մենք չենք ուրանում, դա մեր պատմությունն է, մեր Մասիսն է, մեր սիսն է, դա մեր հուշերում է, մեր աչքի առաջ է, ցանկացած վայրից մենք Արարատյան դաշտի, երբ որ մոտ ենք լինում, տեսնում ենք այդ վեհությունը ու գեղեցկությունը, ով է ձեզ ասում ձեր սրտից անեք, ձեր մտքից անեք, ձեր հոգուց անեք, ոչ, բայց պետք է քաջ հասկանանք, գիտակցենք, որ մեր սահմանից այն կողմն է,
ինչ ունենք, դա պետքա պահենք, ամրապնդենք, զարգացնենք եւ դրա համար է մեր վարչապետը շեշտում, որ հաստատել ենք խաղաղություն եւ այն նորացնի նման է, այն խնամքի կարիք ունի։ Պահենք, զարգացնենք, մեծացնենք, որ մենք էլ, սիրելի ժողովուրդ, մենք էլ պետք է ապրենք բոլոր աշխարհի պետություններում զարգացած քաղաքակիրթ ժողովուրդների նման, քաղաքացիների նման։ Պետք է մեր ժողովուրդն լավ ապրի, ինքն էլ առօրյա հոգսը ոչ միայն մտածի հաց քամելու մասին, քարից հաց քամի ուտի սնվի, այլ մտածի արարելու, շրջագայելու, լավ ապրելու, իսկ այն որ ասում են հացի համար, փոր հացի համար կներեք, տենց են չի ասում, կարելի է գնալ ուշ լինելու մասին, կարելի է գնալ Հոլանդիա, չգիտեմ որտեղ, սիրելիս, այո, կարող ես գնալ Հոլանդիայում կուշտ ուտել, բայց դու չես դառնա այն, այսպես ասած, քո հայրենիքը, քո պետության մի մասնիկը, եւ երբ որ օտար երկրներից մեր սիրելի հայերը, բայց որոնք արդեն այդ պետության քաղաքացիներ են, այնտեղից մեզ այսպես կոչերով հանդես են գալիս, դուք այսպես արեք, այնպես արեք, ինչպես եք ուրանում, նախ առաջին հերթին, եթե իրենք կարծում են, որ ուրացել են, իրենք են ուրացել, թող գան այստեղ ապրեն, մեր հարկերով, հարկերը մուծեն, մեր օրենքներով ապրեն, թող նոր մտածեն, թելադրեն իրենց կամքը եւս արտահայտեն։ Ապրում են օտար երկրում, անվտանգ, բարեկեցիկ կյանքով ու օրվա մեջ եսի մեկ անգամ հիշեն Հայաստանի Հանրապետության մասին, հիշեն Արարատի մասին, թե ոչ։ Դա ճիշտ չի։ Սիրելիս, դուք ապրում եք բարեկեցիկ կյանքով, լավ կյանքով, անվտանգ պետության մեջ ու այնտեղից մեզ թելադրում եք ինչ անեք, բայց այստեղ է ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ուզում անվտանգ լինի, չի ուզում բարեկեցիկ կյանքով ապրի։ Իհարկե ուզում է եւ արժանի է եւ բավ է, որ այս մեր ժողովրդին մենք միայն թելադրենք, ասենք տարապիր, մաքարիր, երազիր, ոչ, մեր ժողովուրդը պետք է ապրի միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքում 29743 քառակուսի կիլոմետրում բարեկեցիկ կյանքով, անվտանգ կյանքով եւ լինի պարզապես երջանիկ, ինչի իրավունքը ունի մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Եվ տիկին Քլոյան, կուզենամ խոսենք նաեւ պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացից, նաեւ պատգամավորներ կան, որ հայտարարում են, որ քաղաքացիական պայմանագրից որոշ պատգամավորներ ուշով սպասում են, հետևում են, թե երբ պիտի այդ գործընթացը մեկնարկի, որպեսզի կարողանան միանալ եւ վարչապետին անվստահություն հայտնել։ Դուք նման միտում տեսնում եք քաղաքացիական պայմանագրում եւ եթե ոչ, ապա ինչ նպատակ ունի այս գործընթացը, որը ըստ էության անգամ բավարար քանակի ձայներ չի հավաքում, որպեսզի ազգային ժողովում անգամ ազգային ժողով մտնի։ Ես վստահ ասում եմ, որ քաղաքացիական պայմանագրից խմբակցությունից ոչ մեկ բացառված է, որ միանա իմպիչմենտի գործընթացին։ Դա բացառված է։ Իրենք դա հորինել են եւ այս իրենց հետևորդներին փորձում են ասեն, տեսեք, մենք ինչ որ բան ենք անում, գործ ենք անում, տեսան չեն կարողանում փողոցում հավաքագրել այնքան թիվ քանակ, չգիտեմ, ժողովուրդ, որ մի 500,000, 400,000 կմիանան իրաց ցնդաբանություններին, հիմա էլ ուզում են ասեն, թե ժողովուրդ, տեսեք, մենք ինչ որ բան ենք անում, ոչինչ չասող, ինչ որ գործընթաց է, որ ձեր ասացի պես սկի բավարար քանակ էլ չունեն գործընթացը սկսելու համար։ Անկեղծ եմ ասում, ուղղակի զուտ ձևական ցույց տան, թե մենք կանք, գոյություն ունենք, ահա այսպիսի գործընթաց են կարել, մի քանի օր առաջ ինչ որ լսումներ էին անցկացնում, ինչ որ հիմար բաներ էին խոսում, թող ինձ ներեն, որ այս արտահայտությունը արեցի, այո։ Ամբողջ այդ ժամանակ, լսումների ժամանակ, ամբողջ ասածը մի միտք էր։ Պետք է թույլ չտանք, որ լինի իրական հերթական ընտրությունների գործընթացը, այսինքն մենք պետք է ԿՊ կուսակցությանը հեռացնենք գործընթացից, այսինքն զավթենք իշխանությունը, թե իրենք էլ այնքան լավ արդար մարդիկ են, որ արդար ընտրություններ կանցկացնեն, իսկ իրենց անցկացրած ընտրությունները տեսել ենք, վերջում զոհերով են դուրս գալի, վերջում տեսնում են ճար չունեն, մտածում են ավելի լավ գնդակահար են մարդկանց. Դա է իրանց կազմակերպված ընտրությունները, կեղծեն 5,000 դրամով, կեղծեն մեկին տանեն բուժեն, ասեն մենք ես բուժեցինք, դե քո ընտանիքով կբերես ձայները մեզ կտաս, սպառնալիքով, լցոններով զբաղվեն, այսինքն իրենց անցկացրած բոլոր ընտրությունները եղել են
կեղծիքներով։ Միայն մեկ անգամ է եղել արդար ընտրություններ, այն էլ 91 թվականին։ Դրանից հետո արդեն բոլոր 3 նախագահների կողմից կազմակերպված ընտրությունները կեղծված են եղել, որովհետև սարսափում են այն մտքից, գիտեն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրականացնելու արդար թափածիկ ժողովրդավար ընտրություններ, իսկ այդ ժողովրդավար ընտրություններում ժողովուրդն է որոշում, թե իր քվեն, իր ձայնը, իր մանդատը ում է տալու, իսկ իրենք շատ քաջ գիտակցում են, որ ոչ մի շանս չունեն անցնելու, դարձյալ ԿՊ կուսակցությունը ոչ թե 50+1-ով է անցնելու, այլ ավելի բարձր միավորներով անցնելու է ընտրություններում։ Տիկին Քլոյան, տեսեք, այստեղ մի հատ էլ խնդիր կա, որ մենք բարբերաբար խոսում ենք, որ նախկինում բոլոր ընտրությունները կեղծվել են, բայց այդ իմաստով ոչ մի մեղադրական եզրակացություն չկա եւ սրանք խոսքի մակարդակում մեղադրանքներ են, բայց իրավական մակարդակում մենք տեսնում ենք, որ ոչ մի հետևանք այդ իմաստով չի եղել։ Սա արդյոք ցույց չէ, որ անպատժելիություն կա եւ այդ անպատժելիությունն է նաեւ այն պատճառահետևանքային կապերից մեկը, որ նույն 3 նախկին նախագահները սկսել են մեղադրել ձեր իշխանությանը, ամենատարբեր մեղադրանքներ են վերագրում Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ Մոլդովայում, եթե հետեւել եք ընտրություններին, տեսել եք, որ ընդդիմադիր ռուսամետ ուժերը, այսպես ասած, ջախջախիչ պարտություն են կրել, բայց Մոլդովայում գոնե գործընթացը շատ ավելի վաղ էր սկսվել ընտրություններից առաջ եւ այսպես բացահայտումներ եղան, որ ռուսամետ ուժերը փորձում են գումարի միջոցով կամ սոցցանցերի միջոցով ինչ-որ շահագրգռել եւ այդ մեխանիզմները աշխատեցին։ Հիմա այստեղ ընդդիմությունը արդեն հայտարարում է, որ Մոլդովայի օրինակը պետք է դաս լինի, որ հասկանան, պիտի միավորվեն, այլապես այստեղ էլ կարող է իշխանությունը հաջողություն գրանցել։ Հիմա այս մտավախությունը չկա, որ իրավական համակարգի բացի արդյունքում իսկապես կարող են ինչ-որ պահի հաջողել։ Եվ արդյոք չի նշանակում, որ Ռուսաստանը նաև իր կենտրոնացվածությունը եւ կամ իր այսպես ուշադրությունը սևեռելու է դեպի Հայաստան, քանի որ Մոլդովայում ըստ էության ձախողեց։ Ես համաձայն եմ ձեզ հետ, նախ պետք է ասեմ, որ այդ իրենց կառավարման տարիներին այդ 3 նախագահների ճիշտ ընտրությունները կեղծվել են, դե բնականաբար նախ չէր լինի ոչ մի իրավական գործընթաց, բացառված էր լիներ, ինչը իրենց պետք է մեղադրեն ընտրությունների կեղծման, բայց ես պետք է հիշեցնեմ բոլորովին վերջերս Միեդի վճիռը, որ տեղի ունեցավ, Միեդի վճռով հստակ ընդգծվում էր, որ ժողովուրդը դուրս է ընտրություն 2008 թվականի մարտի 1-ին դուրս է եկել իր բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ ընտրակեղծարարության։ Անգամ այդտեղ է հաստատվում, որ ընտրությունները կեղծվել են եւ դրա համար դուրս են եկել պայքարելու եւ եղել է խաղաղ ցույցեր։ Եվ այդ Միեդի վճռով հենց շեշտվեց, որ պետությունը այդ խաղաղ ցույցերի նկատմամբ կիրառել է բիրտ ուժ, անհամաչափ ուժ եւ ինչի արդյունքում պետությունը մահվան պատճառ է դարձել 7 քաղաքացիների, ճիշտ է 10 հոգի են մահացել, բայց հենց 7 հոգու մահվան պատճառը հանդիսացել է պետությունը, իսկ ով էր այդ ժամանակ ղեկավարը, Ռոբերտ Քոչարյանը, ով էր գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն Ռոբերտ Քոչարյանը ընտրությունները կեղծել է, ինչի արդյունքում ժողովուրդը չի հաշտվել դրա էլ դուրս է եկել պայքարի եւ պայքարելու ընթացքում տեսել է, որ կարող է եւ ժողովուրդը հաջողության հասնի, կիրառել է անհամաչափ բիրտ ուժ, նաև սահմանադրական կարգը տապալելով 0038 հրամանն է կատարել, զորք է բերել Երևանի կենտրոնը։ Այս փաստը նաև արձանագրել է Միեդը, որ ընտրություններ ա կեղծվել, ժողովուրդը դուրս է եկել պայքարի։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ իրավապահ մեր համակարգը եւ նաեւ Գյումրու ընտրություններում եղել են կաշառքի բաժանումներ, ինչի համար գործեր են հարուցվել։ Ես կարծում եմ, որ իրավապահ համակարգը պետք է շատ զգոն լինի, շատ ուժեղ գտնվի, որ բոլոր այդ կեղծիկները, որ տեղի են ունեցել, այսինքն ընտրակաշառքները, որ բաժանվել են, պետք է հստակ պատասխան տան այդ բոլոր անձիկ, ովքեր այդ կեղծիկով զբաղվել են։ Այո, ես նաև ողջունում եմ Մոլդովայի իշխանությանը, դա փայլուն հաղթանակ էր, շատ ուրախ եմ իրենց համար, հստակ Մոլդովայի ժողովուրդը ընդգծեց, որ իրենց համար, իրենց անկախությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը ամենաբարձր արժեքն է, որ գոյություն ունի իրենց պետության մեջ, եւ շատ ճիշտ ընտրություն կատարեցին։ Եթե հաղթեին ռուսամետ ուժերը,
Մոլդովան զրկվելու էր ժողովրդավարությունից, զրկվելու էր անկախությունից, ինքնիշխանությունից, դարձյալ դառնալու էր, այսպես ասած, հպատակ ժողովուրդ եւ բացահայտ Ռուսաստանում բոլոր քաղաքական գործիչները, բոլոր անձինք, ամեն մեկը, ով կանգնած է, այսպես ասած, կրեմլյան նարատիվների կողք, իրենց թելադրանքով բացահայտ հայտնում են, որ պետք է իրենք վերականգնեն իրենց ազդեցությունը նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների վրա, ինչը նշանակում է կախվածության մեջ պահել բոլոր այդ պետություններին։ Ես նորից եմ շնորհավորում Մոլդովայի ժողովրդին, իրենք որդեգրել են շատ ճիշտ ուղի, համոզված եմ նաև կդառնան Եվրոմիության անդամ եւ կարծում եմ, որ այստեղ մեր ժողովուրդը եւս պետք է շատ բանիմաց գտնվի ու համոզված եմ այդպես էլ կլինի, կընտրեն ժողովրդավարությունը, կընտրեն անկախությունը, կընտրեն խաղաղությունը եւ ճիշտ ընտրություններ կիրականացնեն եւ համոզված եմ, որ հաղթանակ ենք տանելու, հաղթանակից հետո մենք շատ հաստատուն քայլերով շարժվելու ենք դեպի Եվրոմիության անդամագրմանը։ Եթե բոլոր չափանիշներով համապատասխանենք, թեկուզ որ, չգիտեմ, դեռևս ինչ որ ստանդարտներ չհամապատասխանի Եվրոմիության, չնայած ես կասկածում եմ, որ մենք հաղթանակ ենք տանելու, դժվար թե մենք չանենք, դա մնում է մեր ժողովրդի մեջ, այսինքն այդ բարեկեցությունը, քայլերը մի քանի աստիճանով բարձրանում է, մերն է մնալու։ Ոչ մեկ մեզանից չի տանելու այդ ժողովրդավարությունը, ազատ խոսք, ազատ տնտեսություն, ուժեղ իրավապահ համակարգ, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանվածություն, ինչքան լավ կլինի, երբ որ մեր քաղաքացիները իրենց զգան այդպիսի միջավայրում ապրելուց, այլ ոչ թե դիկտատուրա, քրեօլիգարխիկ համակարգ, անընդհատ ստրկացման ճանապարհով, բայց համոզված եմ, որ մենք մի օր կդառնանք Եվրոմիության անդամ։